Նրան սիրում է ունկնդիրների և ժողովրդական երգիչների մի քանի սերունդ։ Նրան լսելով սովորում են, թե ինչպես պետք է երգել Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Հավասու և այլ աշխուղական ու ժողովրդական երգեր։ Բազմահազարանոց լսարան գրաված ժողովրդական արտիստ Օֆելիա Համբարձումյանն այս տարվա հունվարի 9-ին դարձավ 90 տարեկան։ Հայ երգիթագուհուն շնորհավորելու առիթ, սակայն հանդիսատեսը ունեցավ հունիսի 26-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հոբելյանական համերգին երգչուհին ցանկացել էր Միացյալ Նահանգներում բնակվող դստեր Տաթևիկ Հովհաննիսյանի հետ ներկայանալ։ Երաժշտական ուսումնարանի շնորհքով աղջիկների տղաներին երբեմն տանում էին ռադիոերեւների կամ օլիմպիադաների, լագերներում, հատկապես պատերազմի տարիներին հանդեղեր են գնացել, հենց թեկուզ զբոսական հասակում։ Նկատվեցին երևի, խորանեցին։ Եվ այդպես ուրեմն կարողացա ինձ արդարացնել։ Երգչուհին իր մասնագիտական կարիերան սկսել է հանրային ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլում։ Ապագայում նա մեծ հաջողություններ ունեցավ։ Ժողովրդական երգ երաժշտության հանդեպ անմնացորդ նվիրումն էլ հենց արտիստուհուն բազում տարիներ պահեց Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում որպես մեներգչուհի։ Չնայած խորհրդային շրջանում տեղաշարժի սահմանափակումներին, նա մի շարք համերգային շրջագայություններ ունեցավ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Հայաշատ համայնքների բազմաթիվ բեմերում են ծափահարել Օֆելիա Համբարձումյանին։ Այս առումով աներևակայելի մեծ է երգչուհու դերը Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, նաև հայ երգարվեստի տարածման գործում։ Ժամանակ անց մի շարք վաստակավոր կոմպոզիտորներ և աշուղներ պետք է խոստովանեին, որ իրենց ստեղծած շատ երգեր գրվել են հատուկ Օֆելիա Համբարձումյանի համար, հաշվի առնելով նրա յուրատեսակ արտահայտչականություն ունեցող ձայնը։ Ես Օֆելիայի կատարումները լավ գիտեի, երիտասարդ էի, հիանում էի և գուցե երազում էի, որ գուցե գա մի օր, որ երգերիցս մեկը կարողանամ ներկայացնել Օֆելիային և տիկին Օֆելիան հավանել։ Ներկայացա ռադիո, Օֆելիան ծանոթացավ և իր ուրախությունից ոգևորվեց, հավանեց և պատրաստակամություն հայտնեց երգելու։ Եվ այդ օրվանից այդ երգը Օֆելիայի տաղանդի փայլուն կատարման շնորհիվ թռավ տարածվեց ամբողջ աշխարհում։ Մեծարման երեկոյին Օֆելիա Համբարձումյանն իր կատարած երգերը լսեց ժամանակակիցների ու կրտսեր սերնդի մատուցմամբ։ Դպրոցական է, երբ առաջին անգամ տարան ուրեմն դիտելու Անահիտ ֆիլմը եւ առաջին անգամ այնտեղ ես լսեցի Օֆելիա Կարպոնայի ձայնը, դա հրաշալի մի ձայն, որը որ գիտեք ինչ, մարդ կարող է զգացումներ ունենալ գեղեցիկ ձայն, բայց այն ինչ որ իրեն է հատուկ, դա անկրկնելի է, դա Աստծո կողմից տրված ինչ որ մի ունակություն թափանցելու մարդու միջև հոգու խորքերը։ Մենք գիտենք, որ շատ հարազատ մարդ ենք։ Իհարկե տարբեր ծնողներից ծնված, նույն ոգով դաստիարակված, նույն գործը կատարող եւ նույն նպատակին ձգտող եւ նույն առաքելությունը կատարող երգիչներ են եղել կողք կողքի։ Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների ամենասպասված երաժշտական կատարումները հենց Օֆելիա Համբարձումյանի ձայնագրություններն էին։ Երեկոյի ընթացքում պարային համարներով հանդես եկան Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթը, Թադուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլը, Հոգու և պարի թատրոնը և այլ խմբեր։ Համերգային ծրագիրը եզրափակեց երգչուհու դուստրը, ջազի հայթագույի Տաթևիկ Հովհաննիսյանը։ Բազում պարգևների, մեդալների, շքանշանների արժանացած ժողովրդական արտիստուհու համար, սակայն ամենամեծ գնահատականը մինչ օրս մնում է հանդիսատեսի սերը, ջերմությունն ու ծափահարությունը, որ երեկոյի ընթացքում գրեթե չդադարեցին։ Մարի Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Ձայնագիր։